շրջապատում բոլորը նրան սիրում են։ Ասում են նա շատ բարի է եւ եթե հանկարծ որևէ մեկը փորձում է մթնոլորտը լարել, նա անպայման մի հնար գտնում է եւ բարձրացնում տրամադրությունը։ Նա արդեն վաղուց դարձել է բոլորի ընկերը, քանի որ թե հեռուստաէկրաններից, թե ռադիոընդունիչից ամեն օր իր յուրահատուկ ձայնով ողջունում է մարդկանց։ Իմ հյուրն է ռադիո եւ հեռուստահաղորդավար Ժակը Հակոբ Պապիկյանը։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում ես, վստահ եմ, որ հաճելի ու թեթև զրույց ենք ունենալու։ Դե ակնհայտ է, որ ես եւ այս խոսքերից հետո եւ առանց դրանց պետք է ասեի, որ հաճելի է քեզ հետ անցկացնել որոշակի ժամանակահատված, այս հաղորդումը ուղղակի լցված է քո ժպիտով, բարությամբ, ջերմությամբ, հուսով եմ հեռուստադիտողն էլ կհետևի մեր զրույցին։ Ես էլ եմ հուսով։ Գիտես, Ժակ, ես առաջին հարցի պատասխանը գիտեմ, բայց այնուամենայնիվ այն ուզում եմ արտաբերես դու։ Որն էր 2016 թվականի ամենակարևոր իրադարձությունը քո կյանքում։ Ինչով այն նշանավորվեց։ Երևի անսպասելիորեն, երբ արդեն 2016-ից էլ 15-ից էլ այդ առումով դու ոչինչ էլ չես ակնկալում, ուղղակի ապրում ես քո կյանքը, աշխատանք, ընտանիք եւ այլն, մեկ էլ անսպասելիորեն կարող է հրաշք կատարվել։ Բալիկը հաշվետվությունը տարվա երևի երկրորդ երեխան է, շատ սպասված, որովհետև մեր առաջին երեխան 11 տարեկան է, ոստորեն երկրորդը դեռ կարելի է համարել նորածին։ Եվ դա 2016-ի թերևս գլխավոր ձեռքբերումն էր, որը ամբողջովին ծածկեց մնացած բոլոր ոլորտներից ակնկալիքներ, սպասումներ եւ այլն եւ ակնհայտորեն կարելի է համարել լուսավոր ու պայծառ տարին։ Որքանով է զգացողությունները տարբեր այսքան տարի անց կրկին հայրանալու առումով, շատ են տարբերությունները։ Կան տարբերություններ, այն օրը խոսում էի մի շատ վառ անհատականությամբ կին, փորձեց ինձ հասկացնել, թե ինչ է ինձ հետ կատարվում։ Նշեցի, երբ որ առաջին երեխան էր ծնվել ու ես դեռ երևի, ոչ թե երևի, այլ բնականաբար ավելի երիտասարդ էի, այդ հուզմունքը, այդ ապրումները, ամբողջ աշխարհը կարծես թե մի կողմ, երեխան մի կողմ ու թվում էր, որ ուրիշ ոչ միտեղ սեր չես կարող տալ, այդ ծնողական սերը, հա։ Երկրորդ երեխան, հիմա որ կա, այդ ապրումները այդքան պորտկուն չեն, այդքան էմոցիոնալ չեն, ամեն օր կաթիլ առ կաթիլ ավելանում է, կապվում ես երեխայի հետ, ամեն օրվա նոր սովորած շարժումը, դիմախաղը, քեզ ստիպում է զգալ այդ հարազատ մարդուկին քո կյանքում, մի քիչ ավելի զուսպեն էմոցիաները երևի ավելի խորքային են։ Երբ երիտասարդ ես լինում, այդ էմոցիոնալ պահը խելքան է անում։ Գիտեմ, որ մանկությունը տանցել է նորարեշում։ Ինչն է ամենից շատ տպավորվել քո մեջ։ Գուցե փողոցային զրույցները, թթենիները գուցե։ Նախ թթենիները հենց այնպես չասած, երևի բոլորն էլ գիտեն, նորարեշում սեփական տների թաղամաս է մեծամասամբ եւ այնտեղ թթենիները շատ էին, հենց մենք կոնկրետ ունենք 8 թթի ծառ եւ ոչ մի հատ թութը սև չէր։ Ես հիշում եմ, մարդն այդպես ագահ է, չէ, այսինքն բոլորը մեր թթենիներով տարված էին, ամբողջ օրը ծառից իջեցնում ենք տարբեր երեխաների եւ այլն, իսկ ես հարևանի թթեն ուներ աչքս, որտեվ նրանց թութը սև էր։ Մանկությունից հիշվել է այն խաղերը, որոնք նաև որ ունեցել ենք, ավանդաբար կար ջանգյուլում խաղը, որտեղ դու միշտ գրեթե փեսայի դերում ես, չէ՞։ Բնականաբար այդպես շատ հետաքրքիր հիշողություններ, այն ժամանակվա այդ կանաչ խնձորի սեզոնն էր լինում եւ գիլասը, կերասը նոր էր հասունանում, մենք այդ արարողությունը երբ վերջացնում էինք, տնետում գնում, գովերքում էինք երիտասարդներին, գումար էինք ստանում, գումարի դեպքում ուրախանում էինք, տուն կար որ կոնֆետ ու ձու էին տալիս եւ այլն, դե ընդունում էինք, շնորհակալ էինք, բայց գումարը նախընտրելի էր։ Հետո շուկա գնում ենք այդ ամենը, հետո հիշում եմ էլի հին ավանդույթներից այսպես դրվագներ կար կճուճի մեջ վիճակահանության տարբերակ կար եւ այլն։ Հիշում եմ ինչպես ինձ իմ ընկերները ես երբեք ակնհայտ չեմ փայլել շատ ֆիզիկական ակտիվությամբ, այն ամրությամբ, որ պետք է լիներ,
բայց միշտ էլ իմ ավելի ուժեղ ընկերները թե բնավորությամբ, թե ֆիզիկապես, ինչ որ բանով ես էլ նրանց եմ փոխհատուցել, հա, որոշակի երևի էմոցիոնալ ինչ որ բանի պակաս կամ տարբեր հետաքրքիր երևույթներին տեղյակ պահելու հնարավորություն եմ ունեցել նրանց, ու մենք ընկերներ եղել ենք։ Հիշում եմ ինչպես եմ սովորել շատ բարդ եմ, ֆուտբոլ խաղալ, ցավոք նաև կան մարդիկ ու ընկերներ, որոնք այլևս մեր կողքին չեն ֆիզիկապես, իմ կողքին, հենց երբ որ խոսում եմ ֆուտբոլից, հիշում եմ իմ ընկերոջը, ում հետ այդ խաղի հանդեպ սերը սկսվեց, կյանքը գնում է, մենք պահում ենք այս ամենը, մեր մեջ ապրում է, եւ այդ մարդիկ, եւ այդ կերպարները զարմանալի արդեն տասնամյակից ավել ժամանակ է անցել, երբ այդ ընկերս չկա, եւ ավելի շատ ժամանակ է անցել, երբ մենք փորձում ենք ֆուտբոլ խաղալ, այն էլ ես շատ խելոք տղա բան էսպես, ու շնորհակալ եմ նրանց, որ ինչ որ չափով ինձ սովորեցրեցին նաեւ Նորարեշյան փողոցի կարգ ու կանոնին, ինչ որ բարքերին դրանցից էլ տեղյակ լինել դա պետք է։ Այսօր երբ կյանքի բոլոր ոլորտները զարգացում են ապրել, ըստ քեզ երեխայի համար մանկությունը ավելի հետաքրքիր է դարձել։ Հետաքրքիր է, որ ժամանակ ես ինձ որսում եմ, որ ոնց որ հանկարծ մենք չկարողանանք նոր ժամանակների տարբերակով մտածել, ինչ որ բան ենք բաց թողնում, այն որ հասու է իրենց աշխարհին, արդեն ուղղակի այդ ինֆորմացիան մեզ տեղ չի հասնում։ Ես ենթադրում եմ, որ մանուկներին եւ երեխաներին պետք է թողնել պարզ մանկությունը, այսինքն ստեղծել հնարավորություն, որ նրանք այդ տարիները կարողանան վայելել։ Ես իմ երեխայի համար ավագի փորձել եմ այդ ամեն ինչը ստեղծել։ Ամեն դեպքում մենք հիշում ենք մեր կյանքը, ամեն դեպքում միգուցե լավ ընթրիքը մեր տարիներին պատանեկության ու մանկության ավելի վառ է հիշվում, խաշած հավը սեղանին եւ ընտանիքը հավաքվել է բութուցուրտ տարիներին, երբ որ խնդիր էր, հա, նույն մսով ճաշ ունենալը դա արդեն որոշակի հաջողություն ու չափանիշ էր համարվում։ Սպասումները, որ 10 օրվա մեջ կարող է հայրդ տուն մտնել ու ինչ-որ անակնկալ բան բերել, որը քեզ կուրախացնի։ Այսօր մենք մեր երեխաներին ցավոք սրտի այդ սուր ուրախության զգացողությունից եւ բարեբախտաբար կտրել ենք, հիմա հնարավորություն ունենք դա ավելի մտածված անելու, սա երես չտալու հնարավորությունն է, սա այնքան ուժեղ լինել, որ թույլ տալ նրանք կարողանան ինչ որ բաներ այս կյանքում իրենց համար բացահայտեն, ինչ որ բանի վրա կարողանան ուրախանան եւ այդ էմոցիաներով սնվեն։ Գլխավոր պատուհասը այսօրվա երեխաների ու իմ մեծ աղջկա այդ իմ բանավեճերը արդեն սկսվել են նրա այս անցումային շրջանում, դա կախվածությունն է համացանցից, տարատեսակ երևույթները, սոցիալական կայքերը եւ երիտասարդների միմյանց այսպես վարակելու, օրինակ լինելու այդ տենդենսն է, որից փորձում ես դուրս պահել, ներարկել զգուշավոր, ուշադիր այն ինֆորմացիան, որը քո երեխային չի թողնի, որ նա նմանվի շատ շատերին, այսինքն պահպանի իր ինքնությունը, իր տեսակը, իր յուրահատկությունը անընդհատ դա փորձելով, բացատրելով։ Ես հիմա կոնկրետ բանաձևեր եմ փնտրում, որովհետև սա բարդ պայքար է։ Դու մանկապարտեզ չես գնացել, դա քո մանկական փոքրիկ կամակորություններից էր, կարծում եմ, չէ՞։ 3 օր եմ գնացել, հասցրել եմ լուսանկար ունենալ, շատ ծիծաղել է, որովհետև շատ կարճ շրջան էր իմ կյանքում, բայց այդ լուսանկարը նայողը կմտածի, որ շատ էլ լավ գնացել եմ մանկապարտեզ, հասցրել եմ տան մասին 3 օրվա ընթացքում հնարավորինս վատ ինֆորմացիա տալ, իմ պարզությամբ երևի մանկական, մեր տանպատը ճաքած է, այնտեղ առնետ եմ ես տեսել եւ այլն, ու հետո տանեցիները ինչ էր էս պատմում այնտեղ, ու այդտեղից սկսած մինչեւ հիմա էլ շատ տարբեր դեպքերում, թե ուղիղ եթերում, թե հյուրընկալվելիս երբեմն կարող եմ այնպիսի բաներ պատմել, որոնք տանեցիների շոկի մեջ են գցում, ու ստերցան հետո իմանում եմ, որ դա պետք չէր խոսել, բան չի փոխվել մանկապարտեզից հետո, եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդը ստերցան շատ լուրջ չի կարող փոխվել։ Այդ բազիսային շրջանում կարծում եմ առանցքային դեր նշանակություն ունեցան քո տատիկ պապիկները, հատկապես տատիկը, կարծեմ նա է քեզ պահել մանուկ հասակում։ Ինչ դեր ունեն ըստ քեզ տատիկ պապիկները մանկան հոգեբանության մեջ երեխայի դաստիարակության կյանքում։ Տեսեք, սա էլ անհետացող արդեն եզրույթ է մեր կյանքում, երիտասարդ ընտանիքները փորձում են
առանձին ապրել, մայրիկները երիտասարդ շատ վաղ սկսում են վերադառնալ աշխատանքի, բոլոր հասարակական շարժումները, հատկապես կնոջ ճնշվածությունը եւ ծանր կյանքը փոխելուն ուղղված համաշխարհային այդ գլոբալ շարժումները բերեցին նրան, որ երևի 1 ամիս հետո ինչ երեխան ծնվել է, կինը արդեն շտապում է աշխատանքի մեջ նորից կայանալու, ինքն իրեն շատ հաճախ զրկելով պարս մայրական երջանիկ ակնթարթներից, որ պետք է վայելի։ Նույն տատիկ պապիկի առումով էլ, հա մենք առանձնանում ենք, երբեմն գալիս է լրիվ օտար մի մարդ, միգուցե շատ բարի, դայակ, հա, որ ունի լավ որակներ, եթե բախտդ բերել է, բայց երեխային չի փոխանցվում շատ կարևոր ինչ-որ մի բան, որ կարող է փոխանցել միայն հարազատ արյունը։ Ես կարծում եմ, որ դա առավելություններ է այդ ժամանակների։ Տատիկս եղել է ծնունդով Շիրակ աշխարհից, շատ բնավորությամբ, կոլորիտային, բարդ կյանքով ապրած մարդ, ով 4 երեխաների մեծացել այն ժամանակաշրջանում գրեթե բոլորի կյանքն էլ հայրենական պատերազմի հետ կապված եւ հետո միշտ եղել է խնդիրներով լեցուն, այդ պատմությունները անընդհատ լսել եմ եւ պապիկիս մասին, հայրիկիս կողմից պապիկին չեմ տեսել, ում անունը կրում եմ Հակոբ, բայց Հրիփսիկ տատիկը այն հիմնարար դասյարակչական աշխատանքներն էր տանում, որոնք առ այսօր ես հիշում եմ։ Մյուս տատիկս, մամայի մաման, առանձնացել է իր բարությամբ, ավելի ուշ հանդիպում ես մամային, միշտ կոնֆետներով, միշտ հասկանալով, փաղաքշելով։ Այս մի տատիկը այդ շրջանում, եթե ռեյտինգ կազմենք, երեխայի աչքերում մյուս տատիկը ավելի շահեկան դիրքերում էր, բայց տարիներ անց հետաքրքիր է, որ մի տատիկին հիշում եմ այդ բարությամբ ու ջերմությամբ, բայց այս տատիկը շարունակում է ապրել քեզ հետ ու շատ քայլերում նրա ասած երբեմն նաև կոպիտ արտահայտությունները, ասացվածքները, որոնք նույնիսկ եթերային չեն, ոչ վատ բառերի առումով, ուղղակի շատ կոպիտ են, հա, բայց այսպես սառը ցնցուխի պես ազդեցություն թողող։ Ու ընդունվելիս դու չընտրեցիր այն, ինչ ուզում էիր։ Այն հաստատությունը, որն ուզում էր, ավարտել ես Գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, մասնագիտության փողաշինարար ես։ Բայց ճակատագրի բերումով հայտնվեցիր ռադիովանում։ Սկսվեց նոր կյանք, անգամ նոր անուն ձեռք բերեցիր։ Արդյոք այդ փոփոխությունը անդրադարձավ քեզ վրա, թե դու մնացիր նույն Հակոբը։ Ակնհայտորեն փոփոխությունները եղավ հասարակության համար, ոչ թե ինձ համար։ Այսինքն ես ինչպեսին որ եղել եմ, հիմա եկել եմ այդ վերլուծությանը, մնացել եմ նույնը։ Ուղղակի բարեբախտաբար ես ճիշտ որոշում կայացրեցի ու բոլոր հնարավոր տարբերակները ու ճանապարհները ինձ տարան հենց այն ուղով, որ պետք էր։ Սկսվեց ամեն ինչ դեռ ավելի վաղ, քան ռադիովանից, որը 2001 թվականին էր, 1998 թվականին արդեն կարելի է անցյալ դարում ես եւ մի քանի մեր ընկերներ, նույն Լուսինեն Բադալյան, Էրիկա Անթարանյան եւ հնչյունային ռեժիսոր շատ հայտնի Արմենը Մխոյան, բոլորը սկսեցինք հանրային ռադիոյում աշխատանքից։ Մրցույթ էր, ես ուսանող էի, ես մի բանով էի մեծացել, որ մեր տանը, առաջին դասարանից սկսած, ես գիտեի, որ պետք է բուհ ընդունվեմ։ Այդպես փոփոխվեց իրավաբանական, բժշկական եւ այլն, վերջում երբ եկանք հասանք այդտեղ որոշում կայացնելու պահին։ Ուղղակի հայրս որոշեց, որ աշխարհագրություն, մաթեմատիկա պիտի պարապես, մաթեմատիկան կոնկրետ առարկա է, տղամարդուն բնորոշ եւ այդ ընտրությունը կատարվեց ավելի շատ ծնողներիս կողմից 4 տարբեր բաժիններ ընտրելու։ Բայց լուր կատարել, ես պատասխանատու մարդ եմ, լուր կատարելով իմ աշխատանք, հասկանում ես, որ ես քո աշխարհը չի։ Ու շատ պատահաբար մի օր հայտարարություն լսելով գնացի հանրային, այնտեղ հաղթեցի, շարունակեցի, դեռ բանակում ծառայելու վերջին շրջաններ, երբ լսեցի նաև ռադիովանի հայտարարություն։ Ուղղակի ռադիովանը ճակատագրական եղավ, այստեղ եւ անուն փոխվեց, եւ հանդիպեցի ապագա կնոջս եւ ընդհանրապես ստեղծվեց այն մարդը, որը արդեն 17-18 տարի է այդ ռադիոյի հետ փող կապակցված է ու շարունակում է ապրել, զբաղվել հնարավորինս իր սիրելի աշխատանքով։ Այն որ ռադիովանում անցկացվող մրցույթում դու հաղթել ես 150 մասնակիցներից, կարծեմ, պատմել ես։ Ինչ ես կարծում, հաջողության գործոնն այստեղ կար եւ ընդհանրապես ճակատագրին հավատում ես։ Ես ամեն դեպքում վերջերս կես կատակ, կես լուրջ ասում եմ, որ
բոլորն էլ պետք է հաջողությամբ ծնվեն։ Այդ միտքը եկավ վերջերս շնիկիս աչքերին նայելով, որովհետև Մալտես ցեղատեսակի շունը հանկարծ մի օր այսպես դադար է տանը նստած եմ սուրճ եմ վայելում ու տեսնում բլանշը իր համար այնտեղ պատի անկյունում նստած է իր փառահեղ բարձի վրա եւ այլն ասում ոնց է բախտը բերել ախր շունն էլ պետք է բախտ ունեն ահա դրսում քո ցեղակիցները չգիտեն հաջորդ ժամին ինչ է լինելու նրանց հետ այնպես որ այստեղ բախտի գործոնը շնորհիվ շան այդ ազատությունների հասկացա որ կարևոր է ինչքանով որ ես կարծում եմ որ ժպտացել է բախտը ես իհարկե ունենում եմ ժամանակ երբ մտածում եմ որ ամբողջությամբ չեմ ռեալիզացրել այն ինչ որ կուզենայի անել եւ դեռ ավելին բոլոր այս տարիների ընթացքում միշտ ինչ որ բան խանգարել է եւ այդ պահերը բացարձակ գոհունակության աշխատանքի հետ կապված եղել են կարճ բայց հետո էլի ինձ հետ աշխատելով հասկացա որ պատանեկության տարիներին որ բուհից էինք խոսում ես մի մեծ երազանք դիեզերք ուղարկեցի դա աշխատել իմ երկրում, իմ քաղաքում, առաջատար ռադիոյում եւ դառնալ ռադիո հաղորդավար, որին գիտեն, ճանաչում են։ Ու կարծես ամենաուժեղ արտահայտված միտքը ինքը ստացվեց, հետո ասացի, «Էլ ինչից ես դժգոհում»։ Մենք պետք է կարողանանք ժամանակ առ ժամանակ վերլուծենք մեր կյանքը ունեցածով կարողանանք գոհ լինել, հասնի դրան։ Ու թերևս զուգահեռներ անցկացնելով ուրիշների ճակատագրի հետ, եւս մեկ անգամ արտնանում է գոհանալու այդ կենսական անհրաժեշտությունը եւ փառք Անդադ համեմատություններ ենք անում, երևի եւ այդ համեմատությունները պետք են որոշների հետ համեմատած սկսում ես գնահատել այն ինչ ունես, որոշների հետ համեմատած ասում ես, բայց ինչի է, սպես եւ այլն, բայց եթե դու մի քիչ իմաստություն ունես քո մեջ, գրեթե ցանկացած հարցի պատասխան գիտես ու ինչպես ասել էր հայտնի գրողներից մեկը չեմ ուզում սխալվեմ, բայց վերջին կարդացածներից էր ինձ համար դժվար է ապրել, որովհետև ես ամեն ինչ հասկանում եմ եւ կամ ամեն ինչ գիտեմ, մոտավորապես այդպիսի արտահայտություններ։ Ժակ մի առիթով ասել ես, որ եթե հնարավորություն ունենայիր, կստեղծեիր մի այնպիսի Երևան, որտեղ կապրեին միայն այն երևանցիները, ովքեր բարեկիրթ են, հարգում են ավանդույթները, հասկանում են դիմացինի ազատության սահմանները, ներքին կուլտուրայի զգացում ունեն, անկեղծ սիրում են Երևանը ու քաղաքը որպես իրենց մի մասնիկն են ընկալում։ Ես կուզենայի լինել այդ քաղաքի բնակչուհի։ Ինչն է դրդել նման ցանկություն ունենալ։ Երեք բառացիորեն այս նկարումներից առաջ մեր ընկերներից մեկի հանրայինի հաղորդավար Արմանի հետ, Մարգարյան, զրուցում ենք մի թեմայի շուրջ, որը կարող է մեզ հանրային մարդկանց հետ պատահել, եւ հանրային մարդկանց, եւ ովքեր որ որոշակի հնարավորություններ ունեն կամ ունեցվածք են կուտակել տարբեր հնարավորություններ օգտագործելով Ես ինչ որ ասել եմ էլի ստորագրում եմ, ուզում եմ այդ, բայց դա մի քիչ ռոմանտիզմով լցված ինչ որ պատկերացում ենք, քննարկում ենք, արդյոք մենք, որ այսքան բողոքում ենք, օրենքով երկիր ենք երազում, պատրաստ ենք, երբ այդ օրենքը աշխատի մեր ուղղությամբ, ընդունել, պատասխանատվություն կրել մեր արարքների համար։ Կա այդպիսի բան մեզանում, թե ոչ։ Ընկերներից մեկը այլ մարդ միացավ զրույցին ու ասաց, որ կարծում եմ, որ փոքր երկիր է, իրեն բնորոշ խնդիրներով, ծանոթ, բարեկամ եւ այլն, ու նաեւ մարդու էությունը հաշվի առնելով բոլորից չես կարող պահանջել, որ ուժեղ լինեն, երբ հաջողությունը իրենցից 10 քայլով առաջ է ընկել, գլխապտույտ է առաջացնում, վերջում շատ վատ ավարտ է ունենում հենց կոնկրետ տվյալ մարդկանց համար, բայց այդ պահին դու չես կարող նրանց բացատրել։ Եկանք այն բանին, որ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, այսինքն եթե դու այնպիսի տեսակ ես, որ ուղղակի չես կարող քո ներկայությամբ գտնվող մարդկանց կողքին կոպիտ ասած թքել գետնին, վատ պահել, խախտել բոլոր նորմերը, որոնք ընդհանուր առմամբ կարող են վիրավորել քո կողքին կանգնած ընտանիքի հորը, որ իր երեխայի հետ է, բայց ճնշված է, որովհետև դու այսօր ունես այս առավելությունը քեզ լպիրշ ու լկտի պահելու։ Եթե մարդը ընտանիքից ստանում է համապատասխան դաստիարակություն իր կաթի հետ, սնունդի հետ, ամենօրյա շփումների հետ, գալիս այդ ճշմարիտ լավ մարդ լինելու որակը, նա արդեն
քիչ թե շատ պատրաստ է լինելու այն քաղաքի բնակիչը, որի մասին որ ես երազում եմ։ Փառք Աստծո, մենք գտնում ենք այդպիսի մարդկանց, մենք շրջապատվում ենք այդ մարդկանցով։ Ես շատ հաճախ իմ համեստ հնարավորությունները երբեմն ինձ ներում են, օրինակ որևէ հերթ է, ու գնում ես դու այդ հերթում կանգնում ես, ես շում եմ տարիներ առաջ մեքենայի պետհամարանիշի հետ էր կապված։ Նախավերջում կանգնած մարդը զարմացավ, ախպերս դու էլ ես հերթ կանգնել, կամ երբ որ անկախ իմ ցանկությունից որևէ հաստատությունում փորձում են ընդառաջել, օգնել եւ այլն կամ զերծ պահել ինչ որ քաշքշուկներից եւ այլն, բնականաբար եւ հաճելի է էգոիզմը արթնանում է մեջդ, երբեմն էլ իհարկե ինչ թաքցնես, օգտվում ես այդ ամենից, բայց պահ կա, որ ուղղակի չես կարող կուլ տալ, եթե քեզանից հետո սպասում են նույնքան ծանրաբեռնված, տարբեր զբաղմունքներով մարդիկ, կանայք, թեկուզ իմ հասակակիցները, ովքեր ոչ պակաս կարևոր գործեր ունեն, քան ես, դու սկսում ես հասկանալ, որ չէ, քեզ այսպես պետք է չպահես, այն քո եսասիրության կոճակը պետք է անջատել եւ լինել հնարավորինս պահվածքի մեջ եւ քո կյանքում այնպեսին, ինչպեսին որ կուզենաս դիմացինը լինի։ Այդ քաղաքը կարող է գալ, որովհետեւ Նաև այսպիսի զրույցները, որ մեկը հիմա ասի, դե հերիք է անդադ խոսում ենք, ես միշտ հավատում եմ, որ մենք մեդիա աշխատակիցները մի առաքելություն ունենք, չպարտադրելով, բայց անընդհատ մեր տեսակետը ներկայացնելով փոխել մարդկանց մոտեցումները կյանքին։ Եվ եթե այսօր 10 հոգի էլ ինչ-որ բան մտածեն, այս ուղղությամբ հաջողված է մեր քննարկումը։ Հրաշալի է։ Ռադիոն քո կյանքն է, իսկ հեռուստատեսությունը Արդյոք նույն բավականությունը տեսախցիկի առջև նստելուց էլ է ստանում։ Ռադիոն կյանքն է, ռադիոն սերն է, հեռուստատեսությունը տարերք է, հեռուստատեսությունը հետո ուղղակի միացավ ռադիոյին, հա, ոչ իմ կամքով այս դեպքում, այսինքն ես չհասցրեցի իմ մեջ ունենալ ցանկություն, որ ես ուզում եմ աշխատել հեռուստատեսությունում, ուղղակի ակամայից ռադիոյի նախագծերից մեկը պետք է ունենար հեռուստատեսային աջակցություն եւ դա ժամանակին եղավ, ինչ խոսք, բավական հետաքրքիր, մենք համադրեցինք ռադիոն եւ հեռուստատեսությունը, նոր պատմության մեջ դա հետաքրքիր էր ընդհուպ մինչև ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում պատիվ ունեցանք այդ գաղափարը ներկայացվելու եւ նոմինացվելու ու երաժշտական ծրագրերից Տիտանին իհարկե զիջելու Ռուբիկոնին, հիշեցի այդ ժամանակները, հեռուստատեսությունը դարձավ հիվանդություն, այսինքն սա այն է, ինչի մասին քիչ առաջ մենք խոսեցինք, կան թուլություններ, որոնք բնորոշ են բոլոր մարդկանց, եւ մեզ են այդ թուլությունները բնորոշ, ինչքան էլ որ մենք մեզ փորձենք, իրոք ոչ թե ցուցադրական, այլ փորձենք լուրջ աշխատել, երբ որ նույնիսկ մենակ ես, պարզ լինել ուղակի աշխատող, գլուխդ կախ, քո օրով ապրել, լավ բաներ անել եւ քեզ համար եւ դիմացինի, բայց մենք պահանջ ունենք լավ բաները երբ լինում են քո կյանքում, դու սկսում ես դրանք շատացնելու կարիք ես զգում, հեռուստատեսությունը երես տալու հնարավորություն ունի, հեռուստատեսությունը ճանաչելիության ֆակտորը շատ ուժեղ ազդեցություն է թողնում մարդու վրա եւ այստեղ բնավորության գծերը տարիների հետ կարող են հղկվել, այ օրինակ այսօր ես նախորդ տարիների նման չեմ ձգտում ավելի շատ տարբերակին, ինձ թվում է նույնիսկ այս փուլում, երբ մենք զրուցում ենք, իմ ներսում կա որոշակի կոտրվածություն եւ այլ մոտեցում, հատկապես հեռուստատեսային աշխատանքին, որտեղ ուզում եմ որոշակի փոփոխություն արդեն ոչ թե ավելի շատ, այլ օգտակար, այլ ինձ հագեցնող, սնուցող, որովհետեւ ես կարծում եմ, որ մարդու կյանքը մենք 3 ոլորտներ կան, որոնք բաղկացուցիչներ կան, որոնք մեր կյանքում են։ Անձնական կյանք դա եւ ֆիզիկական եւ հոգեկան այդ շփումներն ու լցվածությունն է, որ դու ստանում ես հարազատ մարդկանցից, ովքեր որ կան քո կյանքում, փառք Աստծո, լավ ընտանիք ունեմ, թե իմ փոքր ընտանիքը, թե ընտանիքը, որում մեծացել եմ ու ծնողներս, որ իմ կողքին են, եղբայրս։ Երկրորդը աշխատանքն է, որտեղ դու ոչ միայն ուզում ես գումար ստանալ, ավելի էմոցիոնալ մարդիկ նաեւ պահանջ ունեն Անարդյունավետ օրվա վերջում ես ստրեսի մեջ եմ ընկնում, այսինքն
շատ լուրջ խնդիր է դա, եթե դու այդ օրը որևէ կոնկրետ բան չես կարողացել իրականացնել։ Կորած օրը տարիների հետ դու սկսում ես ամեն օր ավելի թանկ գնահատել ու ուզում ես այն պահել։ Եվ եթե օրվա ավարտին ոչ մի բան չի ստացվել անել, ուրեմն զուրոր է։ Եվ երրորդը արվեստն է մեզ սնուցում։ Ես մեծ երջանկությամբ, երբ որ ժամանակ եմ ունենում, իսկ մեր աշխատանքը կապված է քիչ թե շատ արվեստի տարբեր ճյուղերի հետ, բայց դրանից զատել կինո, երաժշտություն, գրքեր, աշխարհում ինչ որ մեկին աննորմալ ուժ է այցելել, որ ստեղծել են այդ ամենը։ Ես գլուխգործոցների կամ լավ բաների մասին եմ խոսում։ Իսկ մեզ էլ այդ նույն ուժը փոխանցվում է, որ գիրքը բացում ենք, ու մենք կարդում ենք, ու այդ ուժը այն մարդը, որ գրել է ժամանակին այնտեղ գալիս է նաև մեզ։ 3 ուղղություններ, որտեղ փորձում ես կայանալ, միշտ միտեղ կարող է կաղել, այն մյուսը սնում է այս հատվածը, այստեղից այնտեղ ես գնում եւ այլն ու փորձում ես քո հոգին սնել էմոցիաներով ու լինել լիարժեք։ Ասում եմ, ոչ միայն ֆիզիկապես մեր առողջությունն է այս օրերին կարևոր, մեր ներաշխարհում տեղի ունեցող փոթորիկները շատ ավելի կարևոր են եւ ուժ ու եռանդ բոլորիս, որ կարողանանք ճիշտ չափաբաժինները օգտագործենք, երբ պահն է գնալ ընտանիքի գիրկը ու այդ ջերմությունը այնտեղից ստանալ միակ տեղն է ու անկյունը ու աշխարհը, որտեղ քեզ սպասում ու սիրում են անկեղծ սիրով, երբ պահն է հանուն ընտանիքի, հանուն քեզ էլ լծվել աշխատանքի ու արդյունքներից ոգևորվել, այդ լույսը, որ քեզնից ճառագում է աշխատանքի մեջ, փոխանցվում է նոր եկող մարդկանց, քո թիմի բոլոր մասնիկներին, աշխատակիցներին, ովքեր քեզ հետ կայացնում են ինչ-որ մի գործ եւ գտնել ժամանակ, հիմնականում այս տարիքում դա շատ քիչ է լինում զբաղվածության, առնչվելու գրքի, երաժշտության, կինոյի, լավ է, երաժշտությունը գործի մեջ կա, մնացածն էլ պետք է ժամանակ գտնել։ Ասա խնդրում եմ, ո՞րն ես համարում քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Եվ կա մի բան, որ դեռ ուզում ես, երազում ես, սպասում ես։ Երևի շատ մեծ ձեռքբերում, գիտեք ինչ, նորից եթե բաժանեմ ոլորտներ, երևի շատ բախտավոր եմ, որ ունեմ լավ ընտանիք, շատ գնահատում եմ այդ երեխաներս, կինս, զարմանում եմ, որ այդպիսի մարդ կարողացավ իմ կյանքում հայտնվել, տարօրինակ է, որ մենք այս խաչմերուկում, այս քաղաքի կարողացանք իրար գտնել, այդքան իրար նման ու ստեղծեցինք մեր աշխարհը։ Եթե ասեմ, որ սա ձեռքբերում չեմ համարում, գիտեք ինչ, ընտանիքը եւ ամուսնությունը շատ պարզ բան է եւ միևնույն ժամանակ սարսափելի բարդ բան է, հատկապես մեր օրերում, երբ այս ինստիտուտը ընտանեկան շատ խարխլված ինչ-որ հիմքերի վրա է։ Այնպես որ այդ պարզ ու բարդ բանը, որ ունեմ իմ կյանքում, ես շատ գնահատում եմ, բայց ընդհանուր երևի ձեռքբերումը, երևի որ ես իմ երազանքը իրականացրեցի, իմ ներսում իմ երազանքը իրականացրեցի, պատանեկության տարիների, մաքրամաքուր մի պա, այդպիսի վարակով հոգու, հիմա միլիոնավոր մարդիկ են, նոր սերունդ, նոր պատանիներ, նրանցից ինչ-որ մի տոկոսը կարող է իրականացնել հենց այն, ինչ-որ մտածել է։ Դրա մեջ այնքան պարզ, բյուրեղյա, լավ, մաքրամաքուր էներգիա կա, այ հիմա մտածեցի, որ երևի ձեռքբերումներից մեկը, որ այնուամենայնիվ շատ թերի թվացող տվյալներով, որոնք մեկնարկում ես ունեի, ես կարողացա հասնել որոշակի ինձ համար, ես սա չեմ ասում հանրության տեսանկյունից, ոմանք կարող են դա կիսել ինձ հետ, իմ կարծիքը ոմանք ոչ, բայց ինձ համար ես կարողացա դա ունենալ։ Եվ յուրաքանչյուր մարդու կարծիքը, որ այսօր իհարկե դու ողջույն այդպես սկսեցիր իմ հանդեպ վերաբերմունքի որոշակի ընդհանրական տողերով, թեկուզ լինի հաճոյախոսություն, թեկուզ լինի հեռուստատեսային ծրագիրը ճիշտ ու բարի սկսելու տարբերակ, բայց եթե ձեռքբերումս, որ մարդիկ իմ մասին ոչ մի վատ էմոցիա եւ վատ բան չխոսեն, այսինքն նվազագույնը, իմ ներկայությունը մոլորակի վրա նույն ժամանակին, որ նրանք էլ են այստեղ, չծանրաբեռնի նրանց։ Գիտես Ժակ, ես մաղթում եմ, որ այն ամենը, ինչ դու բարձրաձայնեցիր, եւ նույնիսկ չբարձրաձայնեցիր, անպայման իրականություն դառնա։ Հաճելի էր, որ մեր տաղավարում էր այսպիսին էր մեր շատ սիրելի դրական Ժակը, Հակոբ Պապիկյանը։